Բալայանի մասին, ասին եք նրան հիշում։ Ես պետք է ասեմ, որ ինձ առիթ եղել է նրա հետ հաղորդակցվել, շփվել, մի ընթացքում նույնիսկ բավականին ինտենսիվ։ Միակ եւ ամենագլխավոր զգացում, որ հիմա կա, դա ցավակցելն է։ Ընդ որում կարեկցանք եւ ցավակցանք ոչ միայն հարազատներին, նույնիսկ ոչ միայն մտերիմներին, այլ մեր ժողովրդին, որովհետեւ գիտեմ Զորի Բալայանի մենք ունենք հայ ժողովրդի եղձերին, նպատակներին եւ հատկապես արցախայության նպատակներին անհատնում նվիրյալ։ Նա այդպես էլ մնաց հավատացյալ իր գաղափարներին, նույնիսկ երբեմն շատ ռոմանտիկ, բայց ակնհայտ էր, որ ջանք չէր խնայում Արցախայության հիմնական խնդիրները այդ միջազգային ատյաններում, միջազգային շրջանակներում բարձրացնել համար։ Հենց միայն ասենք թե Քերոլայն Քոքսի հետ իր մտերմիկ բարեկամությունը արդեն վկայում էր այն մասին, իսկ ես ունեմ փաստեր նաև այլ միջազգային ատյաններում նրա կապերի հետ կապված խոսում են այն մասին, որ ինքը իրականում նվիրված էր այդ գաղափարին ու համոզված որ այդ պատմական արդարությունը պետք է հաղթանակի։ Ես հիմա էլ եմ կարծիքին եմ, որ մենք հաղթանակելու ենք։ Ես մի րոպե անգամ չեմ կասկածում։ Եվ ոչ միայն նրա համար, որ այդպես էր համոզված, դրան համոզված էր նաև ինքը Զորին։ Արցախի կորստից հետո անգամ ձեր ինտենսիվ շփումները։ Ես միևնույնն է, ես Արցախի կորստից հետո իմ շփումները ինտենսիվ չեն եղել։ Ես հիշում եմ սրանից մի 3 տարի առաջ վերահսկազանք ստացա իրենից։ Մենք ուղղակի շատ կարճ հաղորդակցվեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ անելիքների մասին, բայց դա ես ուրիշ բան եմ ասել, ես ասեմ, որ նույնիսկ հիշատակ նրան, որ մենք այսօր կորցրել ենք Արցախ, ես խորապես համոզված եմ այդ արդարությունը վերականգնվելու է։ Ես այն նկատի ունեմ։ Բոլորիս մեկ անգամ եւս ցավակցում ու կարեկցում եմ։